Շարունակում ենք ձեռքերի համար նախատեսված տիբետյան առողջարար պարզ խորհուրդները և այդպես մենք արդեն ցույց տվեցինք մատների վարժությունները և հիմա ձեռքի ափից ամբողջությամբ անցնում ենք դեպի ուս։ Նախ թափ ենք տալիս ձեռքերը, դա շատ օգտակար վարժություն է, թեկուզ ինքը թվում է տարօրինակ, և մենք կխնդրենք մեր աշակերտին ցույց տալ այս հիանալի վարժությունը։ Եվ այդպես թափ ենք տալիս ափերը, այնուհետև սկսում ենք մերսել ամբողջ ձեռքը, սկսում ենք դաստակից, հետո բազուկով, այդպես տարբեր անծանոթ բառերով և անցնում ենք դեպի ուսը։ Բազուկի զորությունը փորձում ենք հիշել և բասկի զորությամբ ի վերջո կհաղթենք այս ամբողջ չարիքը և այդպես մինչև ուս մերսում ենք հնարավորինս ամբողջ մակերեսով անցնելով ձեռքերի, այսինքն հնարավորինս խուսափելով, որ որևէ մակերես մերսած չմնա։ Եվ այդպես այս հիանալի վարժությունները մեզ օգնում են յուրաքանչյուր քայլափոխին, այդ ամբողջը մեր ձեռքի տակ է, և թե գործի տեղը, թե դասերից հետո, թե քնելուց առաջ անգամ այս վարժությունները օգնում են թոթափել ձեռքերի լարվածությունը, զարգացնում են մանր մոտորիկան, ըստ այդմ բարելավում են մեր հիշողությունը և բարձրացնում կենտրոնացումը։ Այս վարժությունները յուրաքանչյուր անգամ կրկնելիս շատ արագ կզգաք, թե ինչքան ավելի լավ վիճակում եք դուք գտնվում։ Հիշենք, որ հին ժամանակներում, ոնց որ արդեն ասեցինք նախորդ հանդիպման ժամանակ, հիշենք, որ հին ժամանակներում գրելը արդեն իսկ նպաստում էր մեր զարգացմանը, ու եթե չեք կարող հիմա գրեք, ապա գոնե կրկնեք այս վարժությունները։ Առողջություն բոլորին, Տեյա Թաոմ Բեկաձե Մահա Բեկաձե Ռաձա Սամունգատը Սուահա։ Վճարովի անհատական խորհրդատվության հնարավորություն։ Գրանցվելու համար զանգահարել 091 751 750 հեռախոսահամարով։